Հետո 54-րդ րոպեին Sunset-ը ստանում է կարմիր քարտ ուղիղ, որը իսկականից կարմիր քարտեր են, դե պրոստը ոչ գնդակին խաղաց, ոչ է պրոստը բռնե շլագբաունում, տաշը դարակավա, գիտես գնդակա Ֆերմին Լոպեզի համար, նե Sunset, տամ բեյնի տաս կայֆում։ Հա, Լևանդովսկի փոխարեն մտնում է Դրո Ֆերնանդեսը, իսկ Ֆերմին Լոպեզի փոխարեն մտնում է Մարկ Կասադոն, Լոպեզը այդ ուշիբից հետո մի քիչ ված սկսեց խաղալ, դրա համար հանեցի, որ հանգստանա ու ավելորդ տրավմա չստանա, ու գալիս է 80-րդ րոպեն, մտնում է խաղադաշտ Ռաֆինյան Օլմոյի փոխարեն եւ Մարկ Բեռնալը Էրիկ Գարսիայի փոխարեն, Ռաֆինյան մի դաշ դալիս, ես չեմ ատում, ինձ թվում էր սա 500 տարի էլի չինելու Ռաֆինյան, բայց լավա բոգու ինքը եկավ։ Հետո Ռաֆինյան առաջին կասանյով պրոստը ծակում է ձիվյատկեն, բայց իհարկե մի քիչ զարթ են, աս գնդակը էլի մալադեց նորմալ է։ Կարևոր Չելսի հետ խաղում մի քիչ ավելի շատ ժամանակ ստանա, կամաց մտնի սաստավ, որ ավելի լավ լինի էլի իրավիճակը։